Այսի կալանավայրերը լցվում են, սահմանները կոշտանում, ներգաղթը դառնում է թվերի պատերազմ, կալանավորվածների թիվն անցել է 70,000-ը, նպատակը 100,000-ն է։ Արտաքսում ուղիղ թռիչքով դեպի Վենեսուելա, դադարից հետո առաջին ինքնաթիռն է վայրէջք կատարել Կարակասում, թվերը չեն համընկնում, հարցերը շատանում են։ Գրենլանդիա, դաշնակից, ոչ թե վաճառքի հող։ Միացյալ Նահանգների կոնգրեսականները փորձում են թույլատնել լարվածությունը, մինչև Թրամփը խոսում է ՆԱՏՕ-ից ու մաքսատուրքերից։ Ուսանողական վարկեր, շունչ քաշելու դադար, աշխատավարձերի բռնագանձումը հետաձգվում է, վարկառուները ժամանակ են շահում, համակարգը վերանայվում։ Գրիպը նահանջում է, թե պարզապես թաքնվել է։ Թվերը նվազել են, բայց բժիշկները զգուշացնում են, երկրորդ ալիք է հնարավոր։ Այգիներն անվճար, ուղերձը քաղաքական։ Կալիֆորնիան անվճար բացում է ավելի քան 200 նահանգային այգի Մարտին Լյութեր Քինգի օրը նշելու համար։ Բողոտա, անուն, պատմություն։ Ֆլորիդայում հայտնվել է Դոնալդ Ջեյ Թրամփ բուլվար ճանապարհը։ Այն կարճ է, արձագանքը երկար։ Նոբելյան մրցանակը փոխանցված, բայց ոչ պաշտոնապես։ Մարիա Կորինա Մաչադոն իր խաղաղության մեդալը տալիս է Թրամփին, Նոբելյան ինստիտուտն էլ հիշեցնում է կանոնները։ Այս եւ այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության այսի կալանավայրերում պահվող անձանց թիվը հասել է պատմական առավելագույն մակարդակի, գործակալության 23-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ գերազանցելով 70,000-ը։ Ըստ տվյալների, երեկվա դրությամբ այսի կալանքի տակ է գտնվում 73,000 մարդ, որոնք ենթակա են արտաքսման։ Սա գրեթե 84%-ով ավելին է, քան նույն ժամանակահատվածում 2025 թվականին, երբ կալանավորվածների թիվը չէր գերազանցում 40,000-ը։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ նպատակ ունի միաժամանակ կալանքի տակ պահել մինչև 100,000 ներգաղթյալ, որպես մաս աննախադեպ մասշտաբների արտաքսման ծրագրի։ Ներքին տվյալները ցույց են տալիս, որ շուրջ 67,000 կալանավորվածներ միայնակ չափահաս անձինք են, որոնք ենթարկվում են արտաքսման ներգաղթային օրենքների ենթադրյալ խախտումների համար։ Մոտ 6,000 անձ դասակարգված է որպես ընտանիք, ծնողներ, անչափահաս երեխաներ, որոնք ձերբակալվել են միասին։ Այսը կալանքի տակ է պահում ինչպես ապօրինի մուտք գործած կամ վիզայի ժամկետը խախտած անձանց, այնպես էլ օրինական ներգաղթյալների, որոնց կարգավիճակը կորցվել է կամ չեղարկվել քրեական գործերի պատճառով։ Ըստ տվյալների կալանավորվածների մոտ 47%-ը ունի քրեական մեղադրանքներ կամ դատվածություններ ԱՄՆ-ում, սակայն նշված չէ դրանց ծանրության աստիճանը։ Մնացած անձինք այսի կողմից դասակարգվում են որպես ներգաղթային խախտողներ, այսինքն նրանք չունեն քրեական մեղադրանքներ կամ դատվածություններ ԱՄՆ-ում եւ կալանքի տակ են պահվում բացառապես քաղաքացիական ներգաղթային խախտումների պատճառով։ Ներքին անվտանգության նախարարության տվյալներով այս ակտիվորեն ընդլայնում է կալանավայրերի կարողությունները կերծանրաբեռնվածությունից խուսափելու համար։ Այդ նպատակով օգտագործվում են ոչ միայն շրջանային բանտերը եւ մասնավոր կալանավայրերը, այլև ռազմական օբյեկտներ, օրինակ այդ թվում է Տեքսասի Ֆորտ Բլիս բազան։ Ամենամասշտաբային գործողությունը ներկայում իրականացվում է Մինեապոլիսում եւ շրջակա համայնքներում, որտեղ տեղակայվել է շուրջ 3,000 դաշնային գործակալ։ Այդ գործողությունից հետո սրվել են բախումներն ու բողոքի ակցիաները, հատկապես Մինեսոտայի բնակիչ Ռենե Գուդի մահվանից հետո, որը տեղի է ունեցել այսի աշխատակցի կրակոցից։ Այսօր Վենեսուելայում վայրեջք է կատարել Միացյալ Նահանգներից արտաքսված ներգաղթյալներ տեղափոխող ինքնաթիռը, սա առաջին արտաքսման թռիչքն է ԱՄՆ-ից Վենեսուելա, այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը հայտարարեց Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության մասին։ 6 ժամ տևած թռիչքը դուրս է եկել Արիզոնայի Ֆինիքս քաղաքի Մեսա Գեթվեյ օդանավակայանից եւ վայրեջք կատարել Կարակասի Սիմոն Բոլիվարի միջազգային օդանավակայանում։ Թռիչքն իրականացրել է Eastern Air Express ավիաընկերությունը, որը հաճախ օգտագործվում է հենց ներգաղթի եւ մաքսային ծառայության այսի կողմից արտաքսումների համար։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ թռիչքի ցուցակում նշված է եղել 231 անձ, սակայն Վենեսուելայի ժամանել 199 մարդ։ Նախորդ նման թռիչքը գրանցվել էր դեկտեմբերի 10-ին։ 2 օր անց Վենեսուելայի իշխանությունները հայտարարել էին, որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն է դադարեցրել արտաքսումները երկու երկրների միջև լարվածության սրման պատճառով։ Այսն ու Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունը չեն մեկնաբանել, թե ովքեր են արտաքսվել եւ քանի մարդ է եղել ինքնաթիռում։ Human Rights First իրավապաշտպան կազմակերպության տվյալներով 2025 թվականի փետրվարից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգները Վենեսուելա է արտաքսել 14310 մարդ 76 թռիչքով։ Արտաքսումների դադարեցման ընթացքում հարյուրավոր վենեսուելացիներ արտաքսվել են Մեքսիկա։ Ոմանք հայտնել են, որ Միացյալ Նահանգների ներգաղթային գործակալներն առաջարկել են նրանց ուղարկել երրորդ երկրներ, այդ թվում Հոնդուրաս, Կոլումբիա, Նիկարագուա, Էկվադոր եւ նույնիսկ Ուգանդա։
Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ լայքել տեսանյութերը վերջին գործողության շնորհիվ դուք ապահովում եք մեզ ավելի լայն տարածում եւ հասանելիություն ավելի մեծ լսարանին։ Կանխավ շնորհակալ եմ։ Շարունակենք։ Կոնգրեսի երկուսակցական պատվիրակությունն այսօր Կոպենհագենում հանդիպումներ է ունեցել Դանիայի եւ Գրենլանդիայի ղեկավարների հետ։ 11 անդամից բաղկացած ամերիկյան պատվիրակությունը հանդիպել է Դանիայի վարչապետի, Գրենլանդիայի վարչապետի, ինչպես նաեւ դանիացի եւ գրենլանդացի խորհրդարանականների հետ։ Պատվիրակությունը գլխավորել է դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը, որը նշել է, որ այցի հիմնական նպատակը Դանիայի եւ Գրենլանդիայի գործընկերների տեսակետները լսելն է եւ դրանք ԱՄՆ-ում ներկայացնել է լարվածությունը նվազեցնելու եւ ավելի կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Քունսի խոսքով Գրենլանդիան պետք է դիտարկվի որպես ԱՄՆ դաշնակից, այլ ոչ թե որպես ակտիվ կամ ձեռքբերման ենթակա տարածք։ Նա ընդգծել է, որ այցը նպատակ ունի կանխել սրման վտանգը եւ նպաստել փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկմանը։ Հանրապետական սենատոր Լիզա Մուրկովսկին նույնպես հայտարարել է, որ Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու գաղափարը լավ լուծում չէ։ Նրա խոսքով ամերիկացիների մոտ 75%-ը չի աջակցում Գրենլանդիան ԱՄՆ-ի կողմից ձեռք բերելու գաղափարին։ Նախագահ Թրամփը գիտեք բազմիցս է հայտարարել, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար, հաշվի առնելով նրա ռազմավարական դիրքը եւ հանքային ռեսուրսների մեծ պաշարները։ Նա չի բացառել նույնիսկ ուժի կիրառման հնարավորությունը կղզին վերահսկողության տակ վերցնելու համար։ Այսօր Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի հարցով։ Ավելի վաղ էլ նա հայտարարել էր, որ կարող է մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք չեն աջակցի իր ծրագրին։ Դանիայի խնդրանքով եվրոպական մի շարք երկրներ հայ շաբաթ սահմանափակ թվով զինվորականներ են ուղարկել Գրենլանդիա։ Միևնույն ժամանակ Թրամփի հատուկ ներկայացուցիչը Գրենլանդիայի հարցով հայտարարել է, որ նախատեսում է մարտին անց այցելել կղզի եւ վստահ է, որ հնարավոր է համաձայնության հասնել։ ԱՄՆ կոնգրեսում, այդ թվում նաև Թրամփի հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչների շրջանում քննարկվում է օրենսդրություն, որը կսահմանափակի նախագահի լիազորությունները Գրենլանդիան բռնակցելու հարցում պատերազմի լիազորությունների շուրջ ընթացող լայն քաղաքական պայքարի շրջանակում։ Միևնույն ժամանակ ներկայացուցիչների պալատում ներկայացվել է նաև հանրապետական օրինագիծ, որն աջակցում է Գրենլանդիայի հնարավոր միացմանը ԱՄՆ-ին։ Վաղը Դանիայի մի շարք քաղաքներում, ինչպես նաև Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում նախատեսված են բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Թրամփի արկտիկական կղզին վերահսկողության տակ վերցնելու մտադրության։ Թրամփի վարչակազմը հետաձգում է այն ծրագրերը, որոնցով նախատեսում էր պարտք ունեցող ուսանողական վարկառուներից հարկադրաբար պահումներ անել աշխատավարձերից։ Կրթության նախարարությունը հայտարարել է, որ դաշնային ուսանողական վարկերի դեպքում պարտադիր գանձումները ժամանակավորապես չեն վերսկսվի, ինչը մեղմացնում է ֆինանսական հարվածի վտանգը միլիոնավոր ամերիկացիների համար։ Այսօր նախարարությունը հայտնել է, որ հարկադիր գանձումները կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական չեն մշակվել ուսանողական վարկերի նոր մարման ծրագրերը։ Այս որոշումը հետադարձ քայլ է ավելի վաղ հնչեցրած ծրագրերից, որոնց համաձայն նախատեսվում էր այս ամիս վերսկսել աշխատավարձերի բռնագանձումը համավարակի ընթացքում կիրառված դադարի ավարտից հետո։ Կրթության նախարարության բարձրագույն կրթության հարցերով ղեկավար Նիկոլաս Քենթը հայտարարել է, որ գերատեսչությունը նպատակ ունի օգնել ուսանողներին եւ ծնողներին վերադառնալ կանոնավոր ու ժամանակին վճարումների ավելի պարզ եւ մատչելի տարբերակների միջոցով։ Նրա խոսքով հարկադիր մեխանիզմները, ինչպիսիք են աշխատավարձի վարչական պահումները եւ գանձապետարանի փոխհատուցման ծրագիրը, ավելի արդյունավետ եւ արդար կգործեն այն բանից հետո, երբ ուսանողական վարկային համակարգում իրականացվեն էական բարեփոխումներ։ Կրթության նախարարության տվյալներով սեպտեմբերի դրությամբ ավելի քան 5 միլիոն ամերիկացի գտնվում էր դաշնային ուսանողական վարկերի դեֆոլտ վիճակում։ Կային նաև միլիոնավոր մարդիկ, որոնք հետ էին մնում վճարումներից եւ այս տարի կարող էին հայտնվել դեֆոլտի ռիսկի տակ։ Գերատեսչությունը չի նշել, թե երբ կարող են վերսկսվել հարկադիր գանձումները։ Նշվում է միայն, որ հետաձգումը հնարավորություն կտա վարկառուներին ծանոթանալ նոր մարման ծրագրին, որոնք նախատեսվում է գործարկել հուլիսի 1-ից։ Թույլ տվեք այս հատվածում շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին։ Ունենք նոր աջակից, ինչը մեծ պատիվ է, Top Choice Collision Center, ավտոմեքենաների վերանորոգման կենտրոն է, որի մատուցած ծառայությունները ոլորտում լավագույնների թվում են, վստահեցնում եմ։ Կենտրոնն աշխատում է բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, տեղում եւ անվճար կատարում է գնահատում, վերանորոգման ողջ ընթացքում հաճախորդներին առանց ավտոմեքենա չի թողնում, իսկ անհրաժեշտության դեպքում նույնիսկ տեղափոխում է ձեր մեքենան վերանորոգման կենտրոն։ Մանախ Laundry մատուցած ծառայություններն իսկապես բացառիկ են, հատուկ առաջարկը գործում է կանանց համար։ Մոռացեք առօրյա լվացքի հոգսը, պարզապես ներբեռնեք հավելվածը օգտվելով այս QR կոդից եւ այդ ժամանակը նվիրեք ձեզ ու ձեր սիրելիներին։ Մոնարխն ունի նաև հատուկ փաթեթներ բիզնեսների համար, իսկ մանկական հագուստները լվացվում են հատուկ անվտանգ միջոցներով։
Կոզանյան Meat and Liquor և Կոզանյան's Family Market խանութները ձեր ամենօրյա գնումների իդեալական հասցեն են։ Առաջարկվող հարուստ տեսականին վստահաբար ձեզ կդարձնի մշտական հաճախորդ։ Կոզանյանը վստահության բարձրագույն չափանիշ է։ Կերիս Մամս Բեքերին գործում է Գլենդելում, բայց վաղուց արդեն հայտնի է ամբողջ համայնքում։ Մամս լավաշի հիմնադիրները արտադրանքը հասցրել են կատարելության։ Բացի թարմ հացաբուլկեղերից, այստեղ առաջարկում են նաև կիսապատրաստի ուտեստներ, բոլորը տնական, բնական և հարիր մեր քիմքին։ Cosmopolis Restaurant and Banquet Hall-ին առանձնահատուկ շնորհակալություն։ Մեր գործընկերը իր գործի իսկական գիտակ է։ Այստեղ կազմակերպվում են ինչպես փոքր, այնպես էլ մեծ միջոցառումներ, իսկ բացօթյա հուկա լաունջը ստեղծում է ավելի ազատ ու հաճելի ժամանցի մթնոլորտ։ Եթե նախընտրում եք հյուրընկալել տանը, ապա օգտվեք քեթրինգ ծառայությունից։ Երևի շարունակենք լուրերը, որովհետև հաջորդիվ արդեն ավելի է հետաքրքրանում ամեն ինչ։ Խոսքը գրիպի տարածվածության մասին է, վերջին շրջանում շատ են խոսում, որ մի փոքր նվազել է գրիպի տարածվածությունը, բայց CDC-ն հայտնում է, որ պետք չէ շտապել և նախնական վարկածը հայտնել բոլորին, որովհետև այն երկրորդ ալիք է իր հետ բերելու։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի CDC-ի կողմից հրապարակված վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ ակտիվության հիմնական ցուցանիշը երկրորդ շաբաթն անընդմեջ նվազում է։ Տվյալների համաձայն զգալիորեն նվազել է գրիպով պայմանավորված հոսպիտալացումների թիվը, ինչպես նաև բժշկական հաստատություններ դիմաց հիվանդների քանակը գրիպանման ախտանիշներով։ Բացի այդ, գրիպի բարձր ակտիվություն արձանագրող նահանգների թիվը կրճատվել է 44-ից հասնելով 36-ի։ Միևնույն ժամանակ CDC-ն նշում է, որ ձմեռային մյուս հիմնական վիրուսները COVID-19 և շնչառական սինցիցիալ վիրուսը RSV-ն այս պահին լայնածավալ աճ չեն ցուցաբերում։ Ընդհանուր առմամբ ընթացիկ շնչառական վիրուսների սեզոնը գնահատվում է միջին ծանրության, սակայն մասնագետները զգուշացնում են, որ սա չի նշանակում գրիպի սեզոնի ավարտ։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ տոնական օրերից հետո հաճախ արձանագրվում է գրիպի երկրորդ ալիք։ Մասնագետների մտահոգությունը պայմանավորված է նաև նրանով, որ այս տարվա գրիպի սեզոնը գերակշռող է եղել H3N2 տեսակի վիրուսով, որը պատմականորեն առավել վտանգավոր է տարեցների համար և հաճախ հանգեցնում է ծանր հոսպիտալացումների և մահվան դեպքերի։ Ավելի մտահոգիչ է նաև այն փաստը, որ այս սեզոնին ուսումնասիրված H3N2 վարակների մոտ 90%-ը պայմանավորված է եղել նոր շտամով, որը զգալիորեն տարբերվում է այս տարվա գրիպի պատվաստանյութում ներառված տարբերակից։ Մասնագետները շարունակում են կոչ անել պահպանել զգուշավորություն, ժամանակին պատվաստվել և բժշկական օգնության դիմել առաջին իսկ ախտանիշների դեպքում, հատկապես բարձր ռիսկային խմբերում գտնվող անձանց համար։ Կալիֆորնիայում ավելի քան 200 նահանգային այգիներ երկուշաբթի բաց կլինեն անվճար մուտքով Մարտին Լյութեր Քինգի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։ ԱՄՆ ազգային պարկերի ծառայությունը դեկտեմբերին անվճար մուտքի օրերի ցանկից հանել էր Մարտին Լյութեր Քինգի օրը և Ջունթինթը սևամորթ ամերիկացիների պատմությանը նվիրված երկու տոնական օրերը։ Նահանգապետ Նյուսոմը հայտարարության մեջ նշել է, որ Մարտին Լյութեր Քինգի ժառանգությունը պետք է հարգվի, ոչ թե մոռացության մատնվի։ Նրա խոսքով, այն պահին, երբ դաշնային իշխանությունները սահմանափակում են հասանելիությունը ազգային պարկերում և հուշարձաններում, Կալիֆորնիան ընտրում է հակառակ ճանապարհը, բացելով իր հանրային տարածքները բոլորի համար։ Նահանգային պարկերում անվճար մուտքը կիրականացվի ավտոմեքենաների համար և կֆինանսավորվի California State Park Foundation կազմակերպության կողմից։ Նշվում է, որ թեև Կալիֆորնիայի որոշ նահանգային պարկեր մշտապես անվճար են, մեծ մասում սովորաբար գանձվում է մոտ $10 օրական մուտքի վճար։ Միևնույն ժամանակ այցելուներին զգուշացվում է, որ որոշ պարկերում կարող են շարունակել գործել անձի հաշվով մուտքի կամ հատուկ շրջայցերի վճարներ։ Կալիֆորնիայի նահանգային պարկերի ամբողջական ցանկը հասանելի է պաշտոնական աղբյուրներում։ Այսօր Ֆլորիդայում տեղի ունեցել հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Palm Beach միջազգային օդանավակայանից մինչև Mar-a-Lago ձգվող գլխավոր մայրուղին պաշտոնապես վերանվանվել է պրեզիդենտ Դոնալդ Ջ. Թրամփ բուլվարդ։ Օրինագծի նախաձեռնողը Ֆլորիդայի նահանգային ներկայացուցիչ Մեկ Վեյնբերգերն է, որը ելույթում նշել է, որ որոշումը կայացվել է լայն քաղաքական և օրենսդրական աջակցությամբ, ընդգծելով, որ ճանապարհի անվանափոխման գործընթացը անցել է ինչպես ներկայացուցիչների պալատի, այնպես էլ նահանգային սենատի հաստատմամբ։ Վայնբերգերը նշել է, որ Թրամփի առաջնորդությունը, համարձակությունը և իր խոսքով անզիջում հայրենասիրությունը արժանի են պետական մակարդակով հավերժացման։ Նրա խոսքով նոր անվանումը խորհրդանշում է առաջնորդություն և վճռականություն, իսկ Պողոտան դառնում է ազգային հիշողության մի մաս։ Նախագահ Թրամփը խորին շնորհակալություն է հայտնել Ֆլորիդայի օրենսդիրներին և նահանգային ղեկավարությանը, նշելով, որ Պողոտայի անվանափոխությունը մեծ պատիվ է իր համար։
Թրամփը հիշեցրել է իր երկարամյա կապը Ֆլորիդայի հետ, ընդգծելով, որ ավելի քան 40 տարի ապրում եւ աշխատում է նահանգում։ Նա նշել է, որ Ֆլորիդան աջակցել է իրեն ընտրություններում, հիշեցնելով 2024 թվականի արդյունքները, երբ հաղթել է նահանգի 67 շրջաններից 61-ում, գրանցելով ռեկորդային առավելություն։ Նույն օրենսդրական փաթեթի շրջանակում Southern Boulevard-ի մեկ այլ հատված վերանվանվել է ի պատիվ Palm Beach-ի շերիֆի 3 մոտոցիկլիստ ծառայողների, որոնք զոհվել էին ծառայողական պարտականությունները կատարելիս։ Թրամփը հարգանքի տուրք է մատուցել նրանց հիշատակին, ընդգծելով, որ Ֆլորիդան երբեք չի մոռանա նրանց զոհաբերությունը։ Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել իր խաղաղության Նոբելյան մրցանակը, քայլ, որը լայն արձագանք է ստացել միջազգային մամուլում։ Լրագրողների հարցին, թե ինչու է նա ընդունել մեկ ուրիշի խաղաղության մրցանակ, այսօր նախագահ Թրամփը պատասխանել է, որ այն առաջարկվել է եւ ինքն էլ այդ ժեստը գնահատել է որպես գեղեցիկ քայլ։ Նա նշել է, որ մինչև այդ երբևէ չէր հանդիպել Մաչադոին, սակայն հանդիպման ընթացքում տպավորված է եղել եւ բնութագրել է նրան որպես արժանապատիվ ու ուժեղ առաջնորդ։ Մարիա Կորինակ Մաչադոն ավելի վաղ պարզաբանել էր, որ մեդալը փոխանցվել է նախագահ Թրամփին որպես երախտագիտության նշան։ Նրա խոսքով Թրամփը արժանի է այդ մրցանակին այն քայլերի համար, որոնք ըստ ընդդիմադիր առաջնորդի ուղղված են Վենեսուելայի ազատագրմանը եւ Ամերիկա մայրցամաքում ազատության պաշտպանությանը։ Չնայած այդ խորհրդանշական ժեստին, Սպիտակ տունը հայտարարել է, որ այս փուլում նախագահ Թրամփը շարունակում է աջակցել Վենեսուելայի ժամանակավոր նախագահին։ Մարիա Կորինա Մաչադոն էլ իր հերթին վստահություն է հայտնել, որ Վենեսուելայի քաղաքական ապագայի հարցում պետք է լինի համապատասխան ժամանակ եւ նախատեսում է մասնակցել ընտրություններին ու դառնալ երկրի առաջին կին նախագահ։ Միևնույն ժամանակ Նոբելյան ինստիտուտը կրկին հիշեցրել է, որ խաղաղության մրցանակը անհատական է եւ պաշտոնապես չի կարող փոխանցվել մեկ այլ անձի անկախ խորհրդանշական կամ քաղաքական հայտարարություններից։ Այսօրվա համար էլ նախատեսել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը առողջ եղեք։